Հարցը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 15-ն է, երեք հիշում եք, ես ներկայացրի շատ հետաքրքիր տեղեկություններ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, որ նա պատրաստվում է լքել Հայաստանը, հեռանալ Հայաստանից, իր որդին էր հայտարարում, որ 3 օրով մեկնելու է նա Ռուսաստան, նախորդ պլանավորված այցեր, հետո մենք տեսանք, որ արդեն Զավարթնոց օդանավակայանում իրեն արգելել են հեռանալ Հայաստանից, բայց շատ կարևոր է մեկ բան հասկանալ, նախքան հաղորդումը սկսել անպայման հիշեցնեմ լայքերի համար, շատ կարևոր է մեկ բան հասկանալ, որ նախքան Քոչարյանի հեռանալը, նաև այդ ցույցը, որը տեղի ունեցավ երեք Հայաստանում եւ հայտարարությունը համատեղ ուժեղ Հայաստանի, Հայաստան Դաշինքի, ԲՀԿ-ի, Լուսավոր Հայաստանի, Հայ ազգային կոնգրեսի, ԱԺԲ-ի, որ իրենք փաստացի չեն ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը, չեն համարում հիմք այս ընտրությունները որպես լեգիտիմ, քանի որ ժողովրդի մեծամասնությունը վայելող ուժ չի եկել ըստ իրենց իշխանության այդպիսի հայտարարություն են տարածել եւ այսպիսով փաստացի իրենք հայտարարում են, որ այս ընտրությունները չեն ճանաչում։ Մենք տեսանք նաեւ 3 հայտարարություններ Հայաստանի իշխանությունների կողմից, ես առաջարկում եմ այդ հայտարարությունները մեկ անգամ եւս լսել, համոզված եմ, որ դուք տեսել եք այդ հայտարարությունները տարբեր տելեգրամյան ալիքներում, սոցիալական ալիքներում, բայց որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչ է հիմա տեղի ունենում Հայաստանում, կարծում եմ կարևոր է լսել այդ ամենը, հետո մենք արդեն շարունակենք մեր հաղորդումը, փորձենք վերլուծել եւ հասկանալ։ Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառից բուն իմաստով ունե զրկելը։ Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշարք բաժանել։ Սա է քաղաքական օրակարգը եւ այս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա։ Լավ եղեք։ Եվ լսենք էլի մեկ հայտարարություն, որը որ նույնպես չափազանց կարևոր էր, այսինքն հայտարարությունները շատ են եղել, սիրելի հայրենակիցներ, հերթով հասկանանք, թե ինչի մասին է Ընդդիմությունը խոսքը։ լեգիտիմ չէ։ Այն ձևավորվել է համատարած, կազմակերպված եւ ապացուցված ընտրակաշառքների արդյունքում, եւ հետեւաբար խորհրդարանական ընդդիմությանը մենք վերաբերվելու ենք ոչ թե որպես ընդդիմադիր падգամավորների, այլ որպես հանցագործների։ Նրանցից ոմանց մենք առանձնահատուկ անհամբերությամբ ենք սպասելու ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերելու նրանց նկատմամբ։ Բացասական վերաբերմունք։ Ինչ վերաբերվում է այս ընտրակաշառատու ուժերին եւ նրանց այս բանդայի ղեկավարներին, ապա նրանք բոլորը պետք է պատիժ կրեն օրենքով սահմանված։ Նրանք բոլորը պետք է պատժվեն եւ երկար տարիներ անցկացնեն քրեակատարողական հիմնարկներում, որպես դաս բոլոր նրանց, ում մտքով անգամ կարող է անցնել, որ կարելի է ընտրակաշառքով բռնազավթել իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես տեսնում ենք այս երկու հայտարարություններից, բավականին լուրջ է տրամադրվել արդեն Հայաստանի իշխանությունը եւ դիմելու է կոնկրետ, շատ կոնկրետ գործողությունների։ Տեսանք նաեւ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, փաստացի սա նշանակում է այն, ինչ մենք ասում էինք, Հայաստանի խորհրդարանում ընդդիմությունը լեգիտիմ չէ։ Քանի անգամ մենք այստեղից ասել, ճիշտն ասեք, սիրելի հայրենակիցներ, մենք ամեն օրվա ռեժիմով ասում ենք, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով լեգիտիմ չի լինելու այդ ընտրությունը, ընդդիմությունը եւ հետեւաբար ընտրություններից հետո էլ մենք կրկնում ենք այդ միտքը, որ Հայաստանում ընդդիմությունը լեգիտիմ չէ։ Շատ լավ է, որ Ռուբեն Ռուբինյանը հիմա այդ մասին խոսում է եւ Փաշինյանն էլ ահա այդպիսի հայտարարություններ է անում, բայց կարեւոր է հասկանալ, որ դրանք միակ հայտարարությունները չէին, էլի կան հայտարարություններ, լսենք նաեւ դրանք։ Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով։ Նա չունի։ Մի փոքր այս ոճը պալտոների եւ գլխարկների ինձ համար անհասկանալի է, բայց հայտարարությունը կարեւոր է։ Ընդհակառակը ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային եւ դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա։ Եվ իդեպ այս խմբակից
չենք մոռացել եւ չենք մոռանալու Կալուգացու հիմնական մարիոնետավարին Սերժին։ Էնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Իսկ ժողովրդին դիմելով ասում եմ. բարի գիշեր, սիրելի ժողովուրդ։ Եվ ահա այդ հայտարարությունից հետո Փաշինյանը մենք տեսնում ենք ահա այս կադրերը, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը Զվարթնոց օդանավակայանից փորձել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, իր որդին նույնպես մեկնաբանություն է տվել, ասել է, որ նախորդ պլանավորված այց էր Ռուսաստանի Դաշնություն, եւ Փաշինյանի այս հայտարարությունը, երբ որ մենք տեսնում ենք, սա պատասխան էր թե այդ ընդդիմադիր կոչված ուժերի հայտարարությունների հավաքի իդեպ հավաքվածներից մեկը ցուցարարներից Պուտինի շապիկով էր եկել, երևի դա էլ տեսակ սերելի հայրենակիցներ, եւ Փաշինյանի այս հայտարարությունը իրոք չափազանց կարևոր է, հստակ վկայում է այն մասին, որ իրենք հիմա սկսելու են զբաղվել այդ ուժերով, քանի որ Հայաստանում ընտրությունները կեղծվեցին եւ կեղծվեցին հենց ընդդիմության կողմից, ելի ուրիշ հանցանքներ կան։ Եվրոպական դատարանի որոշմամբ Քոչարյանը պետք է կանոնավորված լինի, Գայիկ Ծառուկյանը նույնպես օրեր առաջ չկարողացավ հեռանալ Հայաստանից, իսկ Սամվել Կարապետյանը ամենայն հավանականությամբ չի էլ փորձելու, քանի որ ինքը տնային կալանք ունի։ Երեկոյան Փաշինյանը հետո նաև ուրիշ հայտարարությամբ հանդես եկավ, արդեն ավելի նորմալ համեստ շապիկով, բայց այստեղից էլ մենք հասկանում ենք այն, որ այդ ընդդիմադիրների հայտարարությունը բավականին լուրջ ձևով զայրացրել է Նիկոլ Փաշինյանին եւ այդ հայտարարություններով ինքը պատասխան էր տալիս այդ ընդդիմադիրներին։ Լսենք թե ինչ է ասում Փաշինյանը նաեւ այստեղ։ Ոմանց տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի ընտրակաշառք բաժանողներից, որ նրանց բաժանած ընտրակաշառքը ճշգրիտ չի արտահայտվել ընտրությունների արդյունքների վրա եւ հետեւաբար նրանց երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ շանսը պետք է տալ։ Սա անհեթեթ տրամաբանություն է։ Ընտրակաշառք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու, որևէ շանս չի տրվելու։ Եվ սա որոշվել է ժողովրդի քվեարկությամբ։ Ու տեսնելով այս հայտարարությունները, սիրելի հայրենակիցներ, տեսնելով ցույցը Պուտինի նկարով շապիկ հակած մարդիկ եւ այս հայտարարությունները Քոչարյանի Հայաստանից մեկնելու փորձերը, ես հստակ գալիս եմ այն եզրահանգման, որ Հայաստանում շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Ընդդիմություն կոչվածը ճիշտ է փորձում է ինչ-որ բաներ անել, ինչ-որ քայլերի դիմել, բայց միանշանակ նրանց բոլոր գործողությունները դատապարտված են անհաջողության եւ ասեմ նույնիսկ ավելին, իմ համոզմամբ շատ վատ ապագա է իրենց սպասում մոտ ապագայում Հայաստանում։ Քանի որ ես գրեթե համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը իր իսկ գործողություններով, երբ որ էմբարգո մտցրեց հայկական ապրանքների նկատմամբ, այդպիսի հայտարարություններ էր տարածում իրենց արտաքուստ նախարարությունը, Պուտիններ հանդես գալիս այդպիսի հայտարարությամբ, իրենց ռոպագանդիստները հակահայկական հայտարարություններով միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դոլարների կաշառքներ էին բաժանում Հայաստանում, մարդկանց էին ուղղորդում Հայաստան ընտրությունների հիբրիդային աննախադեպ պատերազմ միանշանակ։ Եթե նախկինում Հայաստանի իշխանությունները չուզենալով իրենց հարաբերությունները լարել Ռուսաստանի իշխանությունների հետ, չէին դիմում կտրուկ գործողությունների այս ընդդիմադիր կոչվածների նկատմամբ, ապա Ռուսաստանը ինքը հատեց բոլոր կարմիր գծերը եւ հետեւաբար այս անգամ Հայաստանի իշխանությունների գործողությունները շատ կոշտ կլինեն։ Ես կարծում եմ, որ
Դա ներքին կարգով կողջունի նաև Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ թե առևտուր կլինի նրանց ճակատագրի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հետ, դա արդեն լրիվ այլ հարց է։ Բայց որ Ռուսաստանը ստիպված կլինի բանակցել այս հարցով Հայաստանի իշխանությունների հետ, սա կարծում եմ, որ անհերքելի փաստ է։ Բայց նաև չմոռանանք այն, որ Ռուսաստանը սովոր է լքել, դավաճանել իր նվիրյալներին։ Սա նույնպես կարևոր է, կարծում եմ, առնել հաշվի։ Այսինքն Հայաստանում իմ համոզմամբ հիմա վերջապես առաջացավ հնարավորություն, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն բոլոր հանցագործները, օտար երկրների շահերը սպասարկողները, ընտրակաշառք տրամադրողները եւ մնացած բոլոր ուժերը, մարդասպանները, գողերը եւ այդպես շարունակ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անցնենք միջազգային հարցերի քննարկմանը, քանի որ Իրանի շուրջ կարծես թե արդեն խաղաղություն է հաստատվել։ Այս հարցը կարևոր է քննարկել, քանի որ իրոք պատմական հայտարարություններ են հնչում։ Նախ երեք մենք տեսանք Իսրայելի հարվածները Բեյրութին, շատ հզոր հարվածներ, որը որ մազեր մնացել խափաներ խաղաղության պայմանավորվածությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Դոնալդ Թրամփը բավականին զայրացավ եւ հայտարարությամբ հանդես եկավ, որ Իսրայելը պետք է շատ արագ դադարեցնի այդ ռազմական գործողությունները Լիբանանի նկատմամբ։ Ժամանակ անց Թրամփը հայտարարեց, որ շատ բարդ մարդ է Նետանյահուն, շատ կոշտ արտահայտություններով արտահայտվեց Նետանյահուի նկատմամբ եւ ասում է, որ ինքը պետք է շնորհակալ լինի, որ Իսրայելը այսօր գոյություն ունի։ Եթե Իրանը ատոմային ռումբ ստեղծեր, ապա Իսրայել պետությունը 2 ժամվա ընթացքում չէր այլևս գոյություն ունենա։ Սա շատ կոշտ հայտարարություններ են Իսրայելի վարչապետի եւ Իսրայելի հասցեին, եւ հստակ մենք հասկանում ենք այն, որ Իսրայելը փորձեց խափանել խաղաղության համաձայնագիրը Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, ինչը բնականաբար իվանաս իրեն աշխատեց, իվանաս նաեւ Նետանյահուի։ Իրանից էլ հնչեցին աշատարակ հայտարարություններ, որ իրենք կարող է դուրս գան այս պայմանավորվածություններ չկնքվեն, նաեւ ասեցին, որ կարող է պատասխան տան Իսրայելին, պատասխան են տալու այդ գործողությունների համար, բայց նույն ժամանակ Իրանի ազգային անվտանգությունը որոշում կայացրեց, որ բանակցելու են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հետո մենք տեսանք, որ ի վերջո on-line ռեժիմով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև վերջապես ստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ այդտեղից Թրամփը հայտարարեց, որ ինքը անհապաղ հրաման է տալու, որպեսզի բացեն Իրանի շրջափակումը, թե Հորմուզի նեղուցում, թե ընդհանրապես Իրանի շուրջ։ Այսինքն այս հրամանից ելնելով մենք արդեն հասկանում ենք, որ Իրանի շրջափակումը արդեն իսկ վերացված է եւ այդպիսի պայմանագիր եւ այդպիսի պայմանավորվածություններ on-line ռեժիմով ստորագրված են։ Գործարքը կնքելուց եւ ավարտելուց հետո Թրամփը հայտարարությամբ հանդես եկավ, ասում է, որ Իրանի հետ գործարքը այժմ ավարտված է, շնորհավորում եմ բոլորին, սույնով ես լիովին արտոնում եմ Հորմուզի նեղուցով անվճար անցումը, բացում եմ Հորմուզի նեղուցը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Հետո մենք տեսանք հայտարարություններ Թեհրանից, Թեհրանում ասվում է, որ վերջնական այդ համաձայնագիրը, որը որ հիմա on-line ռեժիմով ստորագրվեց, այն կստորագրվի Շվեյցարիայում ամսի 19-ին, հունիսի 19-ի մասին է խոսքը, այսինքն մի քանի օրից, ինչպես արդեն նշեցի, այդ համաձայնագիրը կստորագրվի Շվեյցարիայում, իսկ վերջնական համաձայնագիրը, որը պետք է բանակցվի, կստորագրվի արդեն 60 օրից։ Կարևոր է նշել, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան շատ արագ հայտարարությունով հանդես եկան, փաստացի ողջունեցին այս բոլոր երկրները համաձայնագիրը Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, հստակ հայտարարվեց, որ Իրանը չպետք է ունենա ատոմային զենք, բայց նույն ժամանակ նաեւ հայտարարեց, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի բոլորի համար, անհրաժեշտության պարագայում կքննարկվի նաեւ պատժամիջոցների վերացման հարցը Իրանի նկատմամբ։ Դրանից բացի այդ հայտարարության մեջ խոսում է այն մասին, որ պետք է հարգվի նաեւ Լիբանանի անկախությունը եւ ինքնիշխանությունը, սա
կարծում եմ, որ վերաբերվում էր հիմնականում Իսրայելին, բայց ոչ միայն Իսրայելին, այլ նաև Թեհրանին նույնպես, Իրանին նույնպես վերաբերվում էր, կարծում եմ, այս հարցը, քանի որ որքան հասկանում եմ, պրոքսիների վերաբերվող կետ այդ համաձայնագրի մեջ չկա։ Մենք ունենք նաև առաջին տեղեկությունները Իրանից, դերևս Ամերիկայի Միացյալ Նահանգներից այդ տեղեկությունները չկան, բայց Իրանից ունենք պայմանավորվածությունների կետերի մասին պատկերացում։ Իրանական կողմը ասում է, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները 24 միլիարդ դոլարը պատժամիջոցների տակ, որը որ ուներ Իրանը, պետք է ազատվի եւ Իրանը կարողանալու է օգտագործել այդ 24 միլիարդ դոլարը։ Նաեւ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները վերացնի պատժամիջոցները Իրանի նավթի նկատմամբ, չպետք է իր զինված ներկայությունը ավելացնի Մերձավոր Արևելքում, հիշում ենք, Իրանը ասում էր պետք է ԱՄՆ-ն հեռանա Մերձավոր Արևելքից, իր ներկայությունը չպետք է ներկայություն ունենա իսկ այս փաստաթղթով, որը որ Իրանն է այս կետերը հրապարակել, ուղղակի ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է ավելացնի իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը ռազմական Մերձավոր Արևելքում մնում է։ Դրանից բացի իրանական կողմը խոսում է ինչ որ 300 միլիարդ դոլարի մասին, որով որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ելի ուրիշ երկրներ պետք է օգնեն Իրանին վերականգնվելու։ Դա ճիշտ ասած շատ հետաքրքիր կետ է, վերջնական դժվար է հասկանալ, մի փոքր այլ ոճով է գրված, այսինքն պարտադիր չէ կարծես թե, բայց երևի զարգացման համար հիմքեր կան այդ փաստաթղթում, իմ պատկերացմամբ սա Իրանը կփորձի ներկայացնել որպես ռազմական հաղթանակ, բայց իրականում այն է, որ Իրանը փոխելով իր գլոբալ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում կարող է լուրջ աջակցություն ստանա Պարսից ծոցի երկրներից, նաև Միացյալ Նահանգներից եւ փորձեն այդ ձևով վերականգնել Իրանը, վերականգնելով Իրանը, ես նկատի ունեմ այն ձևով, այն տեսքին եւ հնարավորություններին, որը որ միջև հիմա կար, աղքատ երկիր չէ, եթե կամաց Իրանը փոխի իր քաղաքականությունը եւ այլևս հակառակորդ չդիտարկվի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ապագայում նաեւ սկսի համագործակցել, ապա շատ հավանական եմ համարում, որ այդ 300 միլիարդ դոլարները տարբեր ծրագրերով մուտք գործեն Իրան։ Հիշում եք, այսպիսի հետաքրքիր ակնարկ էր անում նաեւ Հայաստանի արտգործնախարարը Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ, երբ որ հույս էր հայտնում, որ պատերազմը կավարտվի եւ համագործակցություն կլինի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Եվ ամենակարևորը, Թեհրանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջը, որ ինքը երբեք չպետք է ունենա ատոմային զենք, չպետք է ստեղծի եւ չպետք է ձեռք բերի։ Այս մասին տեղեկացնում է նույն իրանական աղբյուրը եւ հստակ նշում է, որ դա չի վերաբերվում Իրանի հրթիռային հնարավորություններին, հրթիռային համակարգերին, այսինքն հրթիռ արտադրելու իրավունք այնուամենայնիվ Իրանը կունենա, բայց ոչ ատոմային մարտագլխիկով, ընդհանրապես ատոմային զենք ունենալու իրավունք չի ունենա այս փաստաթղթով Իրանը։ Եվ այս փաստաթուղթը գնալու է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, այնտեղ հաստատվելով արդեն վերջնական տեսք է ստանալու։ Հիմնականում այսքանը այս փաստաթղթի վերաբերյալ, վստահ եմ մենք դեռ շատ կունենանք հնարավորություն դրա կետերը քննարկելու եւ նոր մանրամասներ կունենանք։ Հիմա կարևոր է նշել, որ երեք Թրամփի եւ Պուտինի միջեւ հեռախոսազրույց տեղի ունեցավ, Պուտինը զանգահարել էր շնորհավորելու Թրամփին 80-ամյակի կապակցությամբ, դրանից հետո 5 ժամ անց աննախադեպ շատ մեծ հարձակում տեղի ունեցավ Կիևի վրա։ Այսինքն Պուտինը իր ավանդությունը չխախտեց, մի լավ գանգատվելով Դոնալդ Թրամփին ուկրաինական դրոնների եւ հրթիռների լայնածավալ հարձակման ենթարկեց Կիևը։ Կարևոր է նշել, որ 140,000 բնակչություն մնաց առանց լույսի, այսինքն շատ մասշտաբային են եղել հարվածները Կիևին, 23 հոգի վիրավոր կա նախնական տեղեկություններով, 4 հոգի զոհ, կարծում եմ այդ թվերը դեռ կավելանան, եւ ամենակարևորը
Պուտինը փաստացի հրաման է տվել հարվածել Կիևը Պիչերսկայա լավրա կոչվում է, այսինքն իրենց ամենահին, ամենակարևոր եկեղեցին է, թե ուկրաինացիների համար ամենակարևոր սրբավայրն է եւ թե ռուսների համար։ Տարիներ առաջ այդտեղ գտնվում էին ռուս ուղղափառ հոգևորականները, որոնք որ պաշտպանում էին նաեւ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը։ Այսինքն դա այնպիսի մի սրբավայր է, որով որ սկիզբն է դրվել Ռուսաստանի Դաշնությանը եւ Ուկրաինային։ Իրենց սրբությունների սրբոցը պետք է լիներ, բայց տեսնում ենք, որ Պուտինը իր մոնղոլոյ դեմքին հավատարիմ մնալով, մեկ անգամ չէ որ ասել են, որ շատ կասկածում են, որ իր գեները ամբողջովին ռուսական են, մոնղոլ թաթարականը շատ ավելի շատ է, իր գեներում Պեսկովը պատահական չէ, որ ասում է, որ թուրքական աշխարհի կենտրոնը պետք է լինի Ռուսաստանը, հիշում եք այս մասին մենք խոսել ենք, երբ որ Էրդողանին թուրք ֆաշիստները, նացիստները նվիրում էին քարտեզ, որտեղ որ Ռուսաստանի կեսը թուրքական աշխարհի մեջ էր, հարցերին Պեսկովին թե տեսել եք այսօք այդ նվերը այդ քարտեզը, նա ասաց, որ տեսել ենք եւ խնդիրը նրանում է, որ կենտրոնը Ռուսաստանի Դաշնությունը չէ թուրքական աշխարհի, այլ Թուրքիան է։ Այսինքն Պեսկովը թե Պուտինը նույնն են, իրենք համարում են, որ թուրքական աշխարհի կենտրոնը Ռուսաստանի Դաշնությունն է եւ հավատարիմ մնալով այդ գաղափարին Պուտինը հրաման է տալիս հարված հասցնել Կիևը Պիչերսկայա լավրա այդ տաճարին, հնամյա այդ տաճարին, որը որ կրկնեմ հիմքն է եւ արմատն է ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։